աշխատելու ենք գերիների հարցով վերաբերյալ ապագայում հարցը այսպեսին ենք ուղղելու կլինի կանխատեսում գերիների հետ կապված, տեսնենք կվերադարձնենք բոլոր գերիներին, բոլորին կապ չունի այնտեղ պաշտոնյաներ են, հա, սովորական շարքային զինվորներ եւ այլն, եւ տեսնենք երբ կվերադարձվեն մեր հայ գերիները բոլորը, արդյոք կվերադարձվեն, հա, Ադրբեջանի թշնամու համաձայնությամբ կոնե մեր երկիր Հայաստանին, որպեսզի գան իրենց օջախները։ Եվ այսպես, նախ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր հետևորդներին YouTube-յան ձեր լայքերի մեկնաբանությունների համար, ինչ ինձ համար հաճելի է։ Շնորհակալություն եմ հայտնում նոր հետևորդներին, ովքեր բաժանորդագրվում են ինձ մոտ, հա, եւ ձեր լայքերի, ձեր ակտիվության համար, ինչը մոտիվացնում է ինձ ավելի ողջևորվել եւ ձեզ ողջևորել իմ աշխատանքներով։ Շնորհակալ եմ նաեւ այն մարդկանցից, ովքեր որ իմ աշխատանքի արդյունքները չեն նեղվում, ինձ ուղարկում են, ինչի համար ես շնորհակալ եմ, որովհետեւ այո, դա իմ աշխատանքն է, ես գլուխս կախ աշխատում եմ եւ շարժվում արդյունքներով առաջ։ Եվ այսպես գնացինք։ Ունենաք հարցեր կարող եք դիմել իմ WhatsApp եւ Telegram կայքերում +374 93 40 45 37 կոնտակտին։ Տեսնենք Հայաստանի ապագա, մեր հայ գերիների հարց։ Ապագա կլուծվի, կվերադարձվեն բոլոր մեր հայ գերիները։ Ապագայում իրենց երկիր Հայաստան թշնամու կողմից Ադրբեջանի եւ տեսնենք երբ կվերադառնան, երբ կփոխանակեն մեր հայ գերիներին ողջ եւ առողջ։ Եվ այսպես մարդիկ ովքեր նոր են տեսնում իմ կանալը, ձեզ դուր է գալիս, խնդրեմ կարող եք ներքևում զանգակի կոճակը սեղմել, բաժանորդագրվել, որպեսզի հարցնել դիտել իմ աշխատանքները։ Ներկապահին գերիների հարցը, հայ գերիների հարցը։ Ներկապահին դեռ անորոշ վիճակ կլինի, դեռ թշնամին է դուրս եկել նրա ծրագրերը, նրանք հենց այնպես հարցփոխանակում չեն անի։ Ներկապահին գերիների, մեր հայ գերիների հարց։ Հարցը քարտեր դուրս գալիս։ Ովքի երկիրն է դուրս եկել։ Մի քիչ ուշ է։ Հնարավոր է թշնամին ինչ-որ բան ավարտի, բայց հենց նորից եմ կրկնում, չի ավարտի, զրոյացնի, որպեսզի գերիների հետ եւ նոր սկիզբ դնի, հա, դա կարող է կապ ունենալ շեշտորկա կուպկա, այսինքն նիրքարտն է այստեղ զրոյանում է մի բան թշնամու կողմից, նոր սկիզբ է դրվում գերիների հետ, հարցի հետ կապված դա կարող է լինել մի քիչ ուշոտ, նոր գերիներ բաց թողելու հարց։ Նմանատիպ կադրեր դուք տեսել եք, էլի որ բաց են թողել մի քանի հոգի, ոչ բոլորին, չեմ տեսնում, որ բոլորին ապագայում, հա։ Կներեք։ Ձեր մեկնաբանությունը ինձ համար շատ կարևոր է, որոնք որ դուք գրում եք։ Հայ գերիների հարցը եւ տեսնենք այստեղ։ Իսկ դա երբ հալինել ես, նորից պետք է բաց թողնել։ Դա կարող է լինել 07-րդ ամիս, սենյորկա կուպկովն է։ 07-րդ ամսում կարող է նոր, էլի, հունիս-հուլիս, այդ ամիսներին հնարավոր է, որ էլի գերիների թեման լինի եւ փորձեն վերադարձ։ Այո, երկու հոգի եւ ավել։ Ոչ շատ։ Okay, ոչ շատ։ Իսկ երկուսից ավել հնարավոր է լինի բաց թողնել։ Երիտասարդների են բաց թողնելու։ Բայց դրա ետևում մոտնի կանգնած, ինչ-որ պոլիսային գործեր, մենք տեսնում ենք այս քարտը կամ ութ թշնամին է սամուց նրա ծրագրերը, ես նորից եմ կրկնում, իրանք հենց ինձ բաց չեն թողնում, ուրեմն ինչ-որ գործեր կա, որ իրանք դրանք անում են, դրա դիմաց պայմանավորվելով, հա, մեր երկրի ղեկավարի հետ, բաց թողնելով այդ մարդկանց գերիներին մեր։ Լավ։ Այնտեղ ունենք բավականին ճանաչված անձինք գերիներ, պաշտոնյաներ, բիզնեսմեններ, հայ գերի, պաշտոնյա գերիներին, բիզնեսմեն գերիներին հայ, բաց թողնեն ապագայում։ Ես նորից եմ կրկնում, ստեղ ինչ-որ բանի դիմաց դա կարող է լինել, հա, տեսնում եք։ Բայց պաշտոնյաների հետ կապված չեմ կարծում։ Եկեք հարցնենք Ռուբենի մասին, հա, Ռուբեն էր բիզնեսմենի։
բավականին ճանաչված հայ գերի բիզնեսմենին բաց կթողնեն ապագայում։ Կինն դուրս եկել։ Այստեղ կարմիչսկի դեռ ոչ։ Այստեղ խնդիրներ բելա է կապ, ինչ որ մեկի զոհը կարա ինքը դառնա գումարների հետ կապ ունի։ Եվ ավիաշնորհին է դուր եկել, հա, դուրս եկել։ Ինչ-որ բան չի բացառվում, կարող է լինի նրա հանդեպ գումարներ միգուցե առաջարկեն, բայց բելա է կապ, ասում ավելի լավ է չիմանալ։ Ցույց տուր ինձ ինչ նկատի ունես հայ գերի բիզնեսմենի հարցում։ Ինչ-որ բան կարա լինի, որ մարդիկ կարող է տեսնեն դա։ Դա նրա ընտանիքի հետ է կապ ունի, ոնց որ հետևում են։ Անսպասելի ինչ-որ բանի հետ է կապված։ Այդ անձը ինչքան գիտեմ բիզնեսմենը, հա։ Արեցի միջեին է դուրս եկել, կներեք սիրելի հետևորդներ։ Միգուցե 25-ին է ծնվել, 2-ին 5-7, ինչ-որ անսպասելի բան նրա հետ կարող է լինել, ցավոք սրտի, իսկ ինչ կարող է լինել, բել այ կարտան թող ցույց տա, տրոյկա միջի լավ նորություններ չունեն այստեղ, թշնամու հետ կապ ունի, միգուցե հիմա նա սրտի հետ խնդիրներ ունի, ամենայն դեպս այստեղ լավ չեն նորությունները բիզնեսմենի համար, իսկ մնացած Արցախի նախկին նախագահների երկու, Արայիկ Հարությունյանին, ով գերի են ներկա պահին Ադրբեջանը, բաց կթողնեն Արայիկ Հարությունյանին ապագայում, այստեղ էլ ինչ-որ բանի հետ է կապված, 3 կառավարության պաշտոնյաներին, չստե ինչ-որ բան կարա լինի, ինչ-որ նվաստացումների հետ դա կապ ունի, կանգ են առել և չեն ուզում նրանց բաց թողնել, վախենամ սա թունավորման հետ կապ ունի, ցույց տու պիծոր կապին տակրի, ինչ-որ հաղթանդամ մարդու հետ է կապված, Արայքի հետ է դա կապված, բաց կթողնեն Արայիկ Հարությունյանին, ստե ինքը վախեր կունենա, Արայքին դեռ չեմ տեսնում, բայց ինչ-որ բան այն չի լինի նրա հետ, մյուսը Բակո Սահակյան, բաց կթողնեն, կհանձնեն Հայաստան ադրբեջանցի նախագահ, ճիշտ դիվանագիտության ռազմավարության միջոցով, բաց կթողնեն, ազատեն, Բաշնյանին դուրս եկել ինչ-որ նորություն, օրենքի հետ, դատական նիստերի հետ դա կապ ունի, արժանի, և կապ ունի ստորագրման, այս մեր 3 կողմանի հայտարարության հետ, իսկ բաց կթողնեն թե ոչ Բակո Սահակյանին, ոչ, այստեղ ինչ-որ բան կարա լինի իր հետ, Բակոյի հետ էր, իսկ մնացած մյուս պաշտոնյաների, որոնք գտնվում են Ադրբեջանում որպես գերի, բաց կթողնեն, ինչ է լինելու նրանց հետ, ոչ, նրանք միտք չունեն բաց թողնելու, անհամաձայնություն կլինի, ինֆորմացիաներին ուշադիր եղեք, ինչ ինֆորմացիա, որ նրանց մասին դուք լսեք, ոչ թշնամին չի համաձայնվի, այստեղ ինչ-որ բավականին ակտիվ և ոչ այնքան հաճելի գործողություններ կարող է լինել այդ անձանց կողմից թշնամու կապված իրենց համակարգի հետ, մեր այս ուրեմն պաշտոնյաների հետ, իսկ ինչ բնույթի, որովհետև պիծոկա ժեզլն է դուրս եկել, ոնց որ расплата լինի, знаешь, ցույց տու պիծոկա ժեզլն ու восьмерка сила, ну դա արդեն կարծում եմ հասկացաք, շատ չեմ ուզում ծավալվել, ուստեղ արդեն ամեն ինչ պարզ է, այդ մասին կհայտարարեն, տեսնենք, կիմանանք, այդ նորություններ կան, և ինչ նորություններ են, թշնամու հետ կապված լավ նորություններ հաստատ չկան, և այդ մասին բավականին, եթե խոսեն են, թշնամու կարգում են, ոչ այնքան հաճելի սենց գլուխ կովելով, այն ինչ իրանք արել են, կարող են խոսել, դա վրեժ կլինի նրանց, կարմիչսկի են, այնքան էլ հաճելի քարտեր չեն, սեքսուալ բնույթի մասին է խոսքը, այո,
Այստեղ այդ գործերի մեջ պաշտոնյաներ խառնված կլինեն։ Այստեղ հնարավոր է նաև ինչ-որ կադրեր նկարեն։ Պիչորկայից ամեն ինչ սպասելի է, հա։ Ինչի հետ կապված ցույց տուր կարող ինչի։ Իսկ ինչ են անելու նրանցից հետո։ Սիկրետ գաղտնիքներ, դա պետական գաղտնիք կլինեն, դեռ չեն ցանկանում այդ մասին խոսել, իսկ իրականում ինչ են անելու նրանց հետ այդ պաշտոնյաների հայտերի։ Ու ծանր հետևանքներ կա այստեղ, ինչ-որ բան իրավարտին ծանր հետևանքով պիչորկա միջին է, ավարտելով։ Տեսնում եք ինչ քարտա։ Նրանցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում եղել է։ Նույն կեղծ գործողություններ Սիմեոնկա միջի շատ մարդիկ դրանից տեղյակ կլինեն, բայց գաղտնիքը պահին անգամ Ռուսաստանի տեղյակ կլինեն։ Մարդիկ ովքեր կգնան նայեն աշխարհ, իրանց չեն տեսնում ոչ։ Իսկ ընդհանուր բոլոր մեր հայ գերիներին ճիշտ դիվանագիտությամբ Ադրբեջանը փոխանցի Հայաստանին մեր բոլոր հայ գերիներին, ովքեր վաղուց են գտնվում բոլորին։ Ապագան երկուսից շատ կանադուրսեք, ոչ բոլորին։ Ընտանիքները ցավում են շատ երկար կսպասում, ոչ բոլորին եմ տեսնում, որովհետև տեսնում եք ոմանց հետ նորություններ կլսեք, որ ձեզ այդքան դուր չի գալ։ Այդից ընտանիքը բավականին շատ տարիներ, արդեն գուցե 5 տարի է, երկար սպասել ու վդրուկ ինչ-որ դեպքեր կլսում։ Այդ դեպքերից մեկ ինչ-որ տղամարդու հետ է, որը ոչ այդքան երիտասարդ է, բավականին նիհար։ Տեսնում եք մեծ հիասքանչություններ, նորություններ, որոնք լավ։ Բայց ոչ այդ գործողություններ ձյավը, այն ինչ դուք չեք տեսել, չգիտեք թե ինչ ա եղել, հա։ Ստոր ձյավը։ Մի այլ անձեր կարող է փոխանցել, բացեն 2-3 հա հետո, բայց դրա համար էլ են կրկնում Թշնամին հենց այնց ոչինչ չի առաջարկի փոխանցել, ինչու շատ ուժեղ մանիպուլյատոր են, շատ լավ գիտեն թե երբ եւ ինչի համար նրանք կարող են հայ գերի փոխանցել։ Ծրագրերը եկեք նայենք Թշնամուն, ձյավ։ Նաև կարող է մահացած դի ուղարկեն հայ գերի։ Այստեղ նաև չի բացառվում խաղաղության այդ ֆոնի վրա, հա, մանիպուլյացիան լինի գերիների հետ կապված։ Ինչ-որ երիտասարդ է, այո, բավականին էմոցիոնալ գերի, կարող են բաց թողել, այո, գերիներ բաց կթողնեն։ Եկեք ընդհանուր հավաքենք և տեսնենք երբ մեր բոլոր հայ գերիներին բաց կթողնեն, կհանձնեն Հայաստանին Բաքվից։ Կարծում եմ լավ եք։ Երբ ճիշտ ռազմավարության և դիվանագիտության միջոցով Հայաստանը և Ադրբեջանը կհամագործեն, ճիշտ ռազմավարություն կանեն և հետ կվերադարձնի ապագայում մեր հայ գերիներին երբ։ Թշնամին ստեղ պրովոկատոր է, հա։ Տեսնում եք էլի լավ նորություններ չկան։ Երբ ոչ բոլորին, որովհետև այստեղ 3 հոգի կան, որ իրենցից այնքան էլ լավ նորություններ չունեն, Թշնամին կարող այդ նորությունը հայտնի։ Հարցրեցի երբ բոլորին, ապագայում այստեղ ոչ բոլորին, որովհետև ունենք նաև ոչ այնքան լավ նորություններ, երբ։ Ինչի մասին է խոսքը, դու եկան ինչի։ Բադակավորների հետ կապ ունի, 3 հոգու հետ կապ ունի։ Իսկ ովքեր են այդ 3 հոգու մասին խոսքը։ Ահա։ Ստե երիտասարդներ կան, սիրելի հետևորդներ։ Այ։ Դուրակնա, պաշ կուպկավնա, պաշ ժեզլավնա։ Երբ վերջապես
մեր Հայաստանի ղեկավարի եւ Ադրբեջանի ղեկավարը ճիշտ ռազմավարություն կվարեն եւ մեր բոլոր հայ գերիներին, հա, բաց կթողնեն կտան Հայաստան։ 5-6 էլի 0-7-րդ ամիս 4 եւ 3 5-6-7 7-րդ ամիս 0-7-րդ ամիս մեջ եւ քանի հոգի են բաց թողնելու հայ գերիներից տալու Բաքու Հայաստանին։ Երբ որ այդ հայ գերիներին նրանք փոխանցեն, այստեղ ինչ որ բան կա, որ գաղտնիք կարող է պահել մեր հայ գերիներին, ոչ կարող է վախեցնեն, ասեն չասեք, հա, ինչ որ գործողություններ կարող է եղած լինի, որի մասին նրանք տեսած կլինեն, իմացած կլինեն եւ վախեցած կլինեն, փորձեն այդ մասին չխոսել։ Ինչի մասին խոսում։ Ռեսուրս, ընտանիք, կին։ Եվ նաև ինչ որ մեկ-մեկ թրաշ գալա, հա, իր դեմքին լինի, իր հետ կապված ռեսուրսներով տղամարդուն։ Եթե ծնվել կա այդ տղամարդը, ինչ թվում էր քո ամիս 20 հետաքրքիր էր։ Ինը 16, 1-ին 6, 7 25, 25-7, հա, ընդհանուր հաշվում եմ Սազնանյան իրա 7 է, այսինքն 25։ Կարծում եմ հետո կհասկանանք ում մասին էր խոսքը, հրաշապահում ինչ փոր ունի, իսկ ունոտ լայն թիկունքով անձա իրա հետ է կապված։ Պատճառը ինչն է լինելու։ Ну, расплата, да, за прошлые грехи։ Ծանր ինչ որ բաներ կապում, ոտքերի։ Բիզնեսմենի մասին է խոսքը, էլի դուրս եկա։ Առաջարկին։ Ստե քաղաքական թույնեն, անսպասելի բան կարա լինի։ Ով եղել է Ռուսաստան։ Բաց կթողնեն նրան բիզնեսմեն։ Դատական գործերի մեջ է մեր կապահին։ Չնամին ոչ, ստե ուրիշ այլ ծրագիր ունի նրա հետ կապված։ Նրան ոչ։ Ստե տնավորին կարա լինի, հետո կարան ասեն ինքնասպան եղել, չգիտեմ ինչ է եղել, բայց պարզ կլինի, հա, որ դա չնամ ձերքի գործն է։ Երբ են ճիշտ բանակցությունների միջոցով մեր հայ գերիներին բոլորին ազատ արձակելու եւ արդյոք բոլոր հայ գերիներին ազատ կարձակցեն ճիշտ բանակցությունների միջոցով ապագայում։ Ну, այստեղ լավ պետք է աշխատեն։ Որպեսզի փոխանակեն, որպեսզի դա շահավետ լինի երկրորդ կողմին Ադրբեջանին։ Եվ այդ շահավետ լինել ինչի հետ կապն ցույց տվեք ինձ։ Նոր հնարավորությունների մեր երկրի հետ կապված։ Այո, որ ինչ որ մի բան իրանք զրոյացնեն, նոր գերին բաց թողնեն։ Տեսնում եք, բայց դե այստեղ ցավոք նաև նորություններ ունենք։ Մի քանի գերի հետ է կապված։ Հիասթափություններ տեսնում եք։ Ոչ իօգուտ մեր երկրի, այլ պետք է ճիշտ ռազմավարություն տարվի, առանց վիգդի շահեկան իրենք հենց այնպես, հա, որպեսզի ստանան այն, ինչ իրենց պետք է, ոչ մի գործողություն չեն անի։ Այստեղ հնարավոր է մի բան զրոյացնել, բայց դա պաշտոնյաների հետ է կապված լինելու, դիսակամիջիային պիծորկանցիստուղուն հետ է կապված։ Ինչ-որ գործողությունների հետ, որովհետև կան, ովքեր դավաճանել են մեր, հա, դավաճանության այդ զենքերը, որ կադրերը մենք տեսանք, նախկինների հետ է կապված, նախկինում կադրեր տեսել ենք։ Մորուք, ովքեր ինֆորմացիա են տվել իրենց ու ներկայացությամբ հենց այդ ինֆորմացիայի շնորհիվ էր, հա, ինչ-որ մարդկանց գաղտնի իրանց խոսքի շնորհիվ էր, ինֆոյի շնորհիվ էր, իրանք հայտնվել են պաշտոնյաները հենց այդտեղ։ Այո, ну, կալամակրեն, ուղարկելով իրեն աշխարհ։ Դա զակաս կարա լինի, ու այդ նորությունները հետագա մի քիչ ուշ կլսենք։ Իսկ այն երիտասարդները, հա, ովքեր որ հենց պատերազմի ժամանակ են ընկել գերի, բոլոր երիտասարդներին, հա, ովքեր պատերազմի ժամանակ 20 թվականից մինչև այսօր գտնվում են գերության մեջ, այդ երիտասարդներին բաց կթողեն ապագայում բոլոր։
ճիշտ դիվանագիտության միջոցով։ Ու լավ նորություններ ունենք, տեսնում եք, բայց պաշտոնյաները գրքաճամները յուղ են։ Ինչ-որ մի բան նաև այստեղ լավ նորություններ կա, բայց ինչ-որ բան նաև հնարավոր է ընթացքում խանգարի, որտեղ ժամանակ պետք կլինի, որ բոլորին հանձնել։ Ես կարծում եմ ժամանակ առ ժամանակ, իսկ ընդհանուր բոլոր զինվորներին, ովքեր որ ներկապահին հայ զինվորները գտնվում են գերության մեջ Բաքվում, բոլորին ապագայում ազատ կարձակեն, ճիշտ դիվանագիտության շնորհիվ կհանձնեն Հայաստան։ Մեր քարտն հանդուրս եկել է կարդինալ ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ մի բան պետք է ավարտվի, հա։ Կարծես խաղաղ են։ Դեռ լրիվ ոչ, չեմ տեսնում։ Հնարավոր չեն ցանկանա բոլորին բաց թողնել, ոչ բոլորին։ Իսկ եկեք հարցնենք ընդհանուր բաց են թողնելու են հասկացանք ոչ ընդհանուր հավաքենք, իսկ ինչ է լինելու այն մարդկանց հետ, ում բաց չեն թողնելու։ Ինչ է լինելու։ Նրանց ճակատագրերի հետ, ցավոք, բաց թողնեն ոչ բոլորին։ Նպատակը ինչու բաց չեն թողնելու ոչ բոլորին, հա։ Նորից, իսկ ինչու բաց չեն թողնելու Ադրբեջանում, ինչու մեր հայ բոլոր գերիներին բաց չեն թողնելու, ինչու բոլոր գերիներին հայ բաց չեն թողնելու։ Դա մանիպուլյացիա է, հա։ Հա։ Որտեղ կա բաներ, որ դուք չգիտեք, որը դավաճանության հետ է կապված, որը որ ինչ-որ գաղտնի գործողությունների հետ, որտեղ որ այդ մարդիկ կարող են դառնալ թշնամու զոհ, ցավոք սրտի։ Շատերը այստեղ տեսնում եք, կարմիչսկի դա ճակատագիրն է, լինեն մարդիկ, ովքեր որ գաղտնի կպահեն։ Իսկ կոնկրետ պատճառը ինչն է լինել, կարծում եմ հասկացա։ Այլ բնույթի գործողություններ, բարձանա իրանք ուղին։ Չեմ ուզում այդ մասին շատ բարձրաձայնել։ Իսկ հնարավոր է այնպես լինի, որ բոլորին բաց թողնեն մեր հայ գերիները, ճիշտ դիվանագիտության միջոցով։ Վախերը տեսնում եք։ Դեռ ոչ։ Կլինեն բաներ, որտեղ որ իրանց մտածելու, ստացի Ադրբեջանի մտածելու տեղ կարող է տա։ Ես չեմ տեսնում, որ ապագայում բոլոր գերիներին բերելու են։ Նու քանի որ իրանք կառնա են աշխատում, այստեղ կան կարմիչսկի հետագայում իրանց համար աբրաբոտ կանել, տենց հա չէ հայինով ձեռքը տալիս, ոնց կար անդեղ լավ բան լինի, այդ հետագայում իրանք պատասխան տան։ Եկեք հիմա հարցը այլ կերպ դասավորենք։ Ուղղենք։ Իսկ ինչ է սպասվում Ադրբեջանում մոտակա 3 ամսի։ Ես երկու կապտես դուրս եք, չեմ։ Երիտասարդների հետ կապված թեկին թե տղամարդ։ Մարդիկ ովքեր կարող են նաև այնտեղից գնան, պատճառը։ Հետավարները Հայաստանում են, իսկ ժողովուրդը այստեղ դեպի անկում կարող է գնա, պատճառը դա է, հոգներ ենք ասում են այստեղից, հասկանալով իրականությունը, տեսնեք ժողովրդի հաշվում։ Անսպասելի իրադարձությունները Ադրբեջանում, մոտակա 3 ամս, կոնֆլիկտի հետ կապված լինելու այն ինչ իրանք չեն տեսնում իրականություն։ Իրանք գործած, այսինքն ստե վառոնկա կա, հա, այն ինչ իրանք բացել են վառոնկա, գալիս է ժամանակը, որ իրանք պետք է պատասխան տան, իրանք երբեք չեն ասել, որ մենք մեղավոր ենք, հա։ Դա ինչի հետ է կապ ունենալու այդ պատիժները, պատիժների հետ կապ ունի։ Փողի հետ է իրանք կապված։ Ինչ-որ երկրի հետ է կապված, քրիստոնեական, որ իրանք չպետք է ձեռք տային, օքեյ։ Այն ինչքան ցավ պատճառել են մեր ազգին, մեր զինվորներին Ադրբեջանը, հա։
Արդյոք ամեն ինչ լավ է լինել այնտեղ, մոտակա երեկանից։ Ոչ, смертը տեսնում եք, սա կարդինափոփոխություններ են սպասվում, մահեր, այ բավականին շատ կստացի այնտեղ։ Դա կապված է ինչ-որ պետության հետ, դա կապված կլինի ինչ-որ հանցավոր խմբերի հետ, որոնք կարող են ներխուժել նաև Իրանում ինչպես եղավ։ Մասսավոյա, մասսավոյա, այդ տիպի կարա լինի։ Սա բավականին երիտասարդներ կարող է գնան այն աշխարհ։ Իհարկե ոչ, որովհետև այդտեղ չի կարա լավ լինի, քանի որ իրանք այս մինչև անցած տարի 9 տարին ոչ մի լավ բան չեն արել, եւ այստեղ հատուցումը սպասեցնել չի տա իրենց մոտակա երեկանից։ Ինչ որ գաղտնի տերորիստական խմբերի հետ կապված լինելու, էլի մուսուլման ազգ են իսլամի։ Իսկ ինչ հատուցման մասին է խոսքը։ Ձևալ, իրանց կեղտոտ գործերին։ Այո, որ գերիների հետ, կոռուպցիաների հետ, խաբեությունների հետ, սեքսուալ բնույթի, նարկոտիկի վաճառքների, այո, որոնք որ ջրի երես է դուրս գալ։ Կստացի, դա անխուսափելի է, որովհետև ձևով քարտը դա շատ բաներ ջրի երես դուրս կգան, ոնց որ իրանք վարվել են այլ ազգ հետ, նույն ձևի կարան վարվեն այս ազգի հետ։ Դա կապված է նաև կատակլիզմերի, պայթյունների, տեսնում եք, եւ այլ գործողությունների հետ, որտեղ նրանք շոկի մեջ կլինեն։ Ինչ-որ շենքեր կարող է պայթացնեն, անոմալ երևույթների հետ, ճանապարհների հետ, դա մեքենաների կստացի։ Դա հենց պատճառը կլինի քրիստոնեականներ, հա, ժողովրդին այդքան հալածելու, որովհետև նրանք մեծ ճակատագրական սխալ են արել։ Այդ ինչու։ Էլ ինչպեսի անսպասելի եկեք հարցնենք իրադարձությունները Ադրբեջանում մոտակա երեկանից։ Մեծ գումարների ռեսուրսների հետ է կապված լինելու եւ ուժային կառույցների, որտեղ ամեն ինչ կարա ծաղկի։ Նախին պարտների, դիվանագիտության միջոցով նրա հետ համաձայնության գալու։ Նորությունները կլսեք այդ մասին։ Կստացի նրա կնոջ հետ էլ անսպասելի նորությունները լինելու, նաև իր կնոջ հետ կապված, տեսնեք կադրը։ Դե այ կարտա չեն ուզում դեռ այդ մասին խոսել։ Ինչ-որ բան կա, որը նոր է նրանց համար լինելու, հա, միգուցե նրանք վաղուց են երազում, ինֆոն փորձում են հիմա գաղտնի պահել։ Անսպասելի իրադարձությունները Ադրբեջանում մոտակա 5 ամիս։ Հողերի հետ է կապված նրանց եղբայր Թուրքիայի, հա, ստե ինչ-որ նոր բան կարող է կնքեն իրար հետ, հա, նոր համաձայնություններ, որ վերաբերվում է 3 թվի հետ, հա, ինչ-որ նոր պայմանագրի հետ։ Ներեք սիրելի հետևորդներն այդ ուսան փակին։ Ահա։ Երկրորդ եւ երրորդ երկրների հետ է կապված։ Ահա։ Միգուցե ինչ-որ երկիր, ստե ինչ-որ 100% մեծ ռեսուրսների մասին է խոսքը։ Անսպասելին անխուսափելին, որից չեն կարող, չի կարող Ադրբեջանը խուսափել մոտակա 5 ամիս։ Մեծ հիասթափություններն են։ Ֆարտի հետ է կապված։ Օրենքի զակոնի փոխվելուն, հա, ստեղ ինչ-որ մեկը կարա պատիժ պատժի այս երկրի ղեկավարին։ Դա նաև կարող է պետական կառույցի համակարգի հետ լինի, որ պետք է փոխվի։ Շատ մարդիկ որ պետք է դուրս գան, արդեն իրենց ժամանակը եկել է։ Անսպասելին ջրի հետ կարող է կապված լինի։ Ջրի, ջուր, նավթ, անսպասելի իրադարձությունները, որը անկարող են Ադրբեջանում որևէ բան փոխել, դա ինչ հետ է կապ ունենալ մոտակա 5 ամիս։ Մարդկանց հաղթանել վաճառելու, փախնելու, տեղափոխվելու, այլ երկիր, ընտանիքներով, կստացի որոշ մարդիկ լուր, գնանք ընդեղ աշխատեն, գնանք ընդեղ ապրեն, այլ է, ստե մեծ հիասթափություններ կլինեն այս երկրում, կրիզիսային վիճակ,
անսպասելի իրադարձությունները, որ Ադրբեջանը չի կարող խուսափել, ոչինչ չի կարող փոխել 2026-ի մոտակա 5 ամիս։ Այլ երկրի հետ կապված ինչ-որ բան կարող Ադրբեջանը, ինչ-որ նոր սկիզբ լինի։ Որ նրանց կվարկացնի, կստացի։ Ունից կհանի, ստե պրովոկացիաներ կարող է լինել։ Այո, եւ այստեղ չի բացառվում այդ երկրի կողմից մեծ վտանգ Ադրբեջանի համար, դա անխուսափելի է, ոնց որ իրանց համար ստեղծեն այլ թշնամի, թշնամություն անեն, իրանց վրա բավականին վստահ լինելով, բայց այստեղ ոչ մի լավ բան իրանց չի սպասում զենքերի հետ կապված նոր ինչ-որ մասշտաբային բանի հետ կապված լինելու իրենց երկրի համար, եւ դա ինչով է ավարտվելու։ Ինչի հետ կապ ունի, բարձենք մի հատ։ Օքեյ, նաեւ աղետների մասին է խոսում, մեծ դասերի, ջրի, ցնցումների, այո, շատ է ջրի հետ կապված լինելու պլաններ, որտեղ նրանց պլանները նաեւ այստեղ այո կապրաբալ գնա։ Երազանքներն էլ կնոջ մնա, երազանքներ, ստեղ կարող պլաններ ունի արևիկին։ Դա ինչով կավարտվի Ադրբեջանի համար, այս նոր սկիզբ այսպես վատ բնելով, անհամաձայնություններով, փորձեն պաշտպանել իրենց դիրքերը, բայց դա կունենա բավականին ծանր հետևանք նրանց համար, դա նրանց խելքից, ովի հետ է կապված, մեծ գումարների, հնարավոր է նոր առաջարկել ունենան, բայց դա չի գոհացնի իրենց, տեսնում եք։ Ինչպես իրադարձություններ են սպասվում Ադրբեջանում մոտակա, կոնկրետ գերիների պլանի հետ եկեք հարցնել, գերիների հետ կապված պլանները Ադրբեջանում, այսօրվա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, գերիների հետ կապված պլանը, տեսնեք ինչա պլանավորել, նեյտրալ, կստացի Արայիկի հետ էլ կասկային ապացնող ունի ինչ-որ բան։ Հիմա ներկապային իրանք գոհ են, ինչ-որ հարցում, որ գերիներ են բացվող, ինչու են գոհ։ Ինչի հետ կապում, կանոնը, սահմաններով, որ գերիներ են բաց թողել, իսկ ինչու այդքան գոհ, ինչ-որ նոր 100% նոր հնարավորությունների հետ է դա կապված, որ հետագայում իրանք պլանավորում են, ներկապահին, տեսնում եք, հեռակա, ներկապահին, որ ուղարկել են գերիներ, բայց հետագայում պլանավորում են էլ ինչ-որ նոր հնարավորություններ ունենալու դիվանագիտություններով, ինչ են պլանավորվում մեր հայ գերիների համար Ադրբեջանի նախագահը։ Նորություններ այստեղ էլի լավ ունենք, ես ասի չէ 0.7 ամիս մինչև այ գերիների հետ է կապված, որ կարող է ուղարկել որտեղ տեսնում եք հարազատները վերջապես կտեսնեն իրենց երիտասարդներին, կա այսպիսի պլան, առաջարկ, ինչքանով է այդ առաջարկը թշնամու կողմից, նրանց կողմից, Ալիևի կողմից, լուրջ։ Այդ երեք կողման է, փաստաթղթի հետ է կապված, դա միգուցե, այո, բաց թողելու, հնարավոր է, ստեղ, այո։ Հարցնենք ինչ են պլանավորում անել մյուս գերիների հետ, այդ պաշտոնյաներին, որտեղ մենք արդեն դա գիտենք, իրաց պլանները մեզ պետք տեսնենք ինչքան է համընկնում իրականության հետ եւ այդպես կավարտել։ Եվ ինչ է պլանավորում անել Հայաստանի պաշտոնյա գերիների հետ ապագայում։ Իննա դուրս եք։ Բիզնեսմենի մասին է խոսքը։ Հետևում ենք։ Ну, կա ստեղ մտադրություն, որ ավելին ստանանք, ձեզ տանք, տիպեզ վարիանտ, ինֆրագալ, ճիշտ բանակցությունների, փաստաթղթային միջոցով, որտեղ որ շատ աշխատել է պետք։ Ինչ է որոշել անել, պլանավորել եւ անել ինքը հայ պաշտոնյա գերիների հարց։ Տեսնանք ստես զգույշ են, իրենց չի կարելի վստահել։ Ինչի մասին խոսք։ Որովհետեւ ստեմուտ ծրագրեր ունեն իրանք։ Դա ինչի մասին է խոսք, բացիր խաղակարտերը։ Գաղտնի գործողությունների, նրանք մտադիր չեն նրանց բաց թողնել, կա իրանք միգուցե ունեն ինֆորմացիաներ իրանցից, տեսա ձայնագրություն, սա նաև ձայնագրությունների մասին է խոսքը, ֆիշկա, սենց ասեմ, վիդեո, տեսանյութեր, խոսակցություններ, զապիսներ, կուլիսի հետ կապ ունի, որ ամենուր իրանք շատ լավ գիտեն, ինչ նրանք կարող են ինչպես օգտագործել։ Լինելու հետ կապում, այլ գործողություններ։
Այո, մեստ դա կլինի։ Թույնելու հետ կապ ունի։ Դա թույնելու հետ կապ ունի, ես ճիշտ եմ։ Ոչ միայն։ Տեսնեք, ուզում եմ փակեն ինֆոն, կուբը կնա դուրս եկել։ Ճիշտ որ ինձ ինֆորմացիա։ Расплата месте, լինի մյուս պաշտոնյաների հետ, գերիների հետ, մեր հայ։ Մեն ինչ ընտանիքը չտես։ Просто безжалостно, коли мене говориш. Ագրեսիա եմ տեսնում թշնամուց, տեսնում եք, և ինչ։ Խմի, հաշվի հարթար։ Թշնամին խնդրենք Վերխովնային ժրիցան ցույց տալ, ցույց տուր հայ գերիների հետ կապված հարցը Լուսինատ և Վերխովնային ժրիցան նորից ինչի մասին է խոսքը տուրիստների հետևում էր հայ պաշտոնյա գերիների հետ կապված։ Ձեռքերը։ Ну, ստեղ լավ բան չկա սիրելի հետևորդներ, պաշտոնյաների հետ կապված այստեղ насильственная смерть։ Այո, իրանք բավականին գովելով այդ մասին խոսում։ Սմեկ դժգոհություն է։ Իրականություն չեն ասի։ Եվ միգուցե հետագայում այդ կադրերը դուք կտեսնեք իրենց խոսացածը, այն ինչ դոկումենտալ կարա լինի, վիդեոյով կարա լինի, կուլիսների հետևում, բոլոր պաշտոնյաների մասին է այսպես պլանավորված կուլիսների հետևում անել։ Տեսնում եք մի հոգի չի լինելու այդտեղ, այո։ Քրիստոնյա, այո, իրենց մասն է խոսքը։ Այստեղ նաև մտնում է բիզնեսմենը, հա, Մենխրպոբզանը, նվաստացումները տեսնում։ Են աշխարհ ուղարկելու։ Նորից հարցնենք, ստեղ արդյոք բաց կթողնեն Հայաստանի նախկին ղեկավարներին և մեկ բիզնեսմենին Ադրբեջանը, ապագան։ Ոչ, ժադյուկա են։ Բայց ժամանակ առ ժամանակ իրանց ցույց կտամ, իրանցից կադրեր։ Իրանք ուրիշ ծրագրեր ունեն։ Իսկ ինչ ծրագրերի մասին է խոսքը պաշտոնյաների հայ, պաշտոնյա հայ գերիների։ Էլի, տեսնում եք, խնալուր։ Այո, ինչը պատմասկային, այո, գաղտնի կարող անել։ Ցավում եմ։ Ինչքանով է դա հավաստի ինֆորմացիա տալու քարտեր։ Տեսնում եք, մաղջում են։ Ոչ, ասում եմ, իրանք չեն ապրում։ Նորություններ կլսեք, հետագայում։ Այն ինչ թաքցնում են Իլհամ Ալիևը հակախնի է պահում մեր երկրի հետ կապված, մեր ղեկավարի հետ կապված, մեր գերիների հետ կապված ընդհանուր։ Զոհերի հետ կապված։ Շատ մարդիկ են իրան զոհները, իրենք դրանից հաճույք են ստացել, իրենք շատ գոհ են, որ հողերի հետ կապված ինչքան պետք է եղել իրանց վերցրել են, բայց հեռակայում իրանք մտածում են, որ էլի լավ հնարավորություններ ունեն ապագայում ստանալ, երազում են այդ մասը, այնինչ իրենց չի։ Զոհի քարտը ցույց տուր։ Երիտասարդների մասին աներ խոսք։ Նաև ոչ միայն երիտասարդների, մեր ղեկավարին, դեպագող կլինի, որ այդքան հնարավորություններ տվել։ Եվ դա տեսնում եք, ովքեր մահացել են նրանց հետ կապված։ Այն, ինչ կա դուք չգիտեք, շատ մարդիկ են մահացել։ Եվ այստեղ եղել մեր ղեկավարը դուրս եկեն։ Դա արդեն թող մեր ազգը մտածեն։ Իսկ ինչու է մեր ղեկավարին ցույց տալիս։ Որտե՞ղ մահաբերում։ Ինքնակարծինալ ամեն ինչ փոխել։ Հենց այդպես։ Հինի հարցը ինքնարծին։ Ինչի իրանք չէին կարող։ Իսկ ինչու է թաքցնում Ադրբեջանի նախագահը այս ամենը։ Վիգտնի է իրը։ Գտնվում է վիգտնի պոզիցիան։
որտեղ օգտվել իր ցանկությունները կատարում է։ Արդյոք լրիվ կկատարի բոլոր ցանկությունները։ Վարչապետն կհաշվում է։ Հիմա փորձում եմ նեյտրալ, զգույշ։ Ոչ, հետագայում ոչ, որովհետև դա ծանր հետևանքներ ունենալու։ Բայց նաև հնարավոր է, որ այո, որովհետև այստեղ նաև Ադրբեջանի համար ինչ-որ իրադարձություններ կարող է դասի պահով, հա, ծանր հետևանքով լինի։ Տեսնում եք, պոգլուպեսցի։ Իսկ հին երկերով այո, հնարավոր է, հավատալի ես անձից։ Ինչ-որ մի բան փորձելով ավարտի, հա, այսինքն միրնի պուծում, բայց ստե պոգլուպեսցի, ինչ-որ բան հիմարություն կարող է։ Այո, տեսնում եք, ինչի մասին է խոսքը, եկեք հարցնում։ Մեր հող։ Էլ ես բան չասի։ Դա կապված է վանականների նաև, տեսնում եք, եկեղեցիների հարցերի հետ։ Այո, որ իրար պետք է գնան չլինեն իրան, այդ փողի տակ, նորությունները կլսեք հետագայում ինքներդ շոկի մեջ կլինեք, դա կարող է հետագայում կապ ունենա նրա փախուստի հետ, հաստատխտայինի հետ և ինչ-որ միգուցե ժողովրդի բաժակը լծվի, վերահսկելի կարող է դառնա իրավիճակը և մեր հայ ժողովուրդը կարող է ընդհանրապես չհամաձայնվի իր մտքերի հետ, նորին առաջարկելով, լրիվ նոր մարդ։ Ստեղ հնարավոր է ինչ-որ նոր բան են մտածում, կապված կրոնների, դրա հետևում ձեռնական բնաց, տեսեք, ես ինքս ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Ստեղ այլ մարդիկ են կանգնած, որտեղ լավ վճռում են, սեստու ձեռում։ Ռուսաստան փորձի հետագայում նեյտրալ պահի Իրան Ադրբեջանից, ես դա եմ տեսնում։ Օնլայն հեռավար աշխատեն իրար հետ։ Ինչ են թաքցրել։ Պետական գաղտնիք։ Գերիների հետ կապված էլ ինչ-որ հարցի լուծում են տալու, անդադար ցույց է տալի, բայց միգուցե հարազատները վախենում են, որ չընկա։ Հարցեր, որոնք հələ ժամանակ պետք կլինի նորից, հա, ուղարկեն։ Էլ են երիտասարդնամյայինը, մեր ռեսուրսները և առաջարկ ինչ-որ բանի դիմաց։ Ասում եմ, այսքանով հասկացաք, Ռասկլավի ինչ պետք էր, այս Ռասկլավի ես անեի, որպեսզի յուրաքանչյուրին հետևորդ տեղյակ լինի, սա էլ է շատ կարևոր մեր երկրի համար, մեր ծնողների համար, հա, բայց ամենայն դեպս պաշտոնյաների հետ ես խնդիրներ եմ տեսնում և բավականին մեծ բացահայտումներ կլինի պաշտոնյաների խոսքի հետ է կապված, ինչ զապիս են արել դրա հետ է կապված և այլն։ Այսօր այսքանը, ունենաք հարցեր կարող եք դիմել ինձ WhatsApp և Telegram կանալին հարցերի համար։ Այսօր այսքանը, լավ եղեք, ցտեսություն։